Արդեն մի քանի օր է երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է կադրեր, որոնք արվում են իր և Գուրգենի նոր տանը։ Շատերն են հիացած այս կադրերից, նշում են, թե որքան գեղեցիկ, էսթետիկ տանն է բնակվում դերասանուհին։ Համեմատելով դերասանուհու հայրական տան հետ, շատերը փաստում են, որ այստեղ ամեն ինչ նորաձև է, ավելի գեղեցիկ, աչքշոյող։ Ըստ մեկնաբանությունների, Ռոզան և Գուրգենը առանձին են ապրում, սակայն մեկնաբանություններում շատերը գրում են, որ Գուրգենն առաջարկել է, որպեսզի Ռոզան ապրի իր ծնողների հետ, սակայն դրան դերասանուհին հանդիմանել է։ Իրականում լուրերը ճիշտ են, թե ոչ, թե սրանք միայն բամբասանքներ են, դժվար է ասել, մեզ մնում է միայն ձեզ ներկայացնել մի քանի կադրեր, որոնք փաստում են, որ իրականում զույգը գեղեցիկ տանն է բնակվում։ Նաև լուրեր էին պտտվում այն մասին, թե ում հնարավորություններն են թույլ տվել նման բնակարան ձեռք բերել։ Շատերը նշում էին, որ այս տունը ձեռք էր բերել Գուրգենի ծնողները։ Շատերն էլ ասում են, որ ոչ, երիտասարդ զույգը իր ուժերով է այս տունը ձեռք բերել։ Ընդամենը 2 ամիս առաջ վերջերս համացանցի քննարկման թիվ 1 թեման երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր։ Հարսանիքն անսպասելի էր այնքանով, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հայտնել նշանադրության մասին, թե իսկ նախքան նշանադրությունը ևս չէր խոսել իր անձնականի մասին։ Մարդիկ գիտեին, թե Ռոզայի սիրտն ազատ է, սակայն մի քանի հրապարակումներով Ռոզան ակնարկել էր, որ սիրելի ունի, ցույց տալով իրեն ուղղված կերշիկ եղանակընկալները։ Դրանք անթիվ անհամար էին։ Համացանցում Ռոզայի նշանադրությունից հետո տեղեկություն տարածվեց, որ նրա սիրելին կապ ունի կողական աշխարհի հետ։ Սակայն հարսանիքից հետո լուրեր պտտվեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ռոզայի սիրելին Գուրգենը ռուսաստանցի գործարար է։ Նշենք, որ զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել էր նշել երջանկայի շատակ հայրիկի ծննդյան օրը, ով մահացել էր տարիներ առաջ։ Համացանցում Ռոզայի հրապարակումներին կից մեկնաբանություններ են գրվում, որ ամուսնությունից հետո նա տանջված և տխուր տեսք ունի։ Ռոզան իհարկե այս ամենին ծիծաղով է վերաբերվում։ Նա երեկ ինստագրամյան հարթակում սթորի էր հրապարակել, կրկին անգամ ակնարկելով, որ ինքը երջանիկ է և խորհուրդ տալով չհավատալ այն լուրերին, որոնք հրապարակվում են։ Մի հավատացեք այն լուրերին, որոնք որ տեսնում եք, ինձ մոտ ամեն բան լավ է, նշել էր դերասանուհին։ Ներկայացնում ենք դերասանուհու հարսանիքից մի քանի կադրեր։